1998-ի ապրիլի 9-ի առավոտյան ԱԺՄ վարչության անդամ Դավիթ Վարդանյանը ներկա էր եղել նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի երթմնակալության արարողությանը։ Միավազդապես էմոցիոնալ զգացումներ չեմ ունեցել։ 1998-ի նախագահի ընտրությունների առաջին փուլում Դավիթ Վարդանյանի կուսակցության ղեկավար Վազգեն Մանուկյանը հավաքեց 12% ձայն։ Մինչդեռ պարոն Վարդանյանը պնդում էր, որ ընդամենը 1.5 տարի առաջ պարոն Մանուկյանի օգտին քվեարկել էր ավելի քան 60%-ը, ինչպես փոշիացան այս ձայները։ Այստեղ Դեմիրճյանի ֆենոմենը կա։ 60%-ը որ հավաքվել էր, դա միասնական տեխնացուի հավաքած ձայներն էին։ Դավիթ Վարդանյանը դժգոհ էր այն բանից, թե ինչպիսի ընտրություններով նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը, նրա մրցակիցը Կարեն Դեմիրճյանն էր։ Այսպիսի ընտրություններն ըստ նրա փչացնում են մեր ժողովրդին։ Եվ ես գտնում եմ ցանկացած նոր ընտրությունը սրանից հետո հնարավոր է որ ել ավելի փչացնի եւ այս process-ները ժողովրդի փչացման process-ները դառնան անշրջելի։ 1996-ի նախագահի տեխնացու Վազգեն Մանուկյանը կեղծված ընտրություններից հետո ժողովրդին դուրս բերեց փողոց եւ գրոհեց խորհրդարանի շենքը, ինչու նույնը չարեց 1998-ի կեղծված ընտրություններից հետո։ Հեռուստադիտողներն են հարցնում։ 96 թվականին մենք ստացել ենք այդ պատասխանատվությունը, ժողովուրդը ձայն էր տվել միասնական տեխնացուին եւ այդ միասնական տեխնացուն եւ իր շրջապատը այդ ձայնը իրացնելու համար պատասխանատվություն են կրում։ Այս անգամ ժողովուրդը ձայն տվեց մեծ մասամբ Դեմիրճյանին եւ այդ պատասխանատվությունը ընկած էր Դեմիրճյանի վրա։ 98 թվականին մենք մեր վրա այդպիսի պարտավորություն արդեն չէինք զգում։ Կարեն Դեմիրճյանը գերազանց գիտեր, թե ինչի տակ է մտնում, գիտեր, որ համակարգն իրեն թույլ չի տալու դառնալ Հայաստանի նախագահ։ 100% էլ հավաքել, ուզում 110% հավաքել։ 1998-ի ապրիլին Դավիթ Վարդանյանը տեսնում էր, որ Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի Աֆրիկյան հետամնաց երկիր դառնալու երազանքի ճանապարհով։ Այդ երկրներում հասարակությունը չի զարգանում։ Լինում է մի հատ էլիտա, որտեղ անդադ հեղաշրջումներ են լինում։ 2 տարի, 28 տարի, 4 տարի։ Հեռուստադիտողներն ուզում են հասկանալ, ոչ մի լավ բան չտեսնող ԱԺՄ-ն գուցե համագործակցի Ռոբերտ Քոչարյանի իշխանության հետ եւ դառնա կառավարության անդամ։ Մենք կսպասենք մի քանի ամիս, կտեսնենք Քոչարյանը եւ այդ կառավարությունը ինչպիսի ծրագրեր են իրականացնում, դեմոկրատացնում են հասարակությունը։ Եթե տեսնենք այդ ուղղությամբ, մենք նույնպես կաջակցենք։ Ընդամենը 2 տարի հետո այս մարդը Ռոբերտ Քոչարյանի կառավարությունում դարձավ պետական գույքի կառավարման նախարար, հասարակության դեմոկրատացման ուղղությամբ այդ ընթացքում ոչ մի քայլ չարվեց։ 2003-ին պարոն Վարդանյանը պաշտոն անկարվեց նախարարի պաշտոնից եւ հեռացավ քաղաքականությունից։ Այժմ նա դասախոսում է Երևանի մանկավարժական համալսարանում։